Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Էրդողանն ու Ալիևը օկուպացված Արցախի Բերձոր Քաշաթաղում կամ Լաչինում կառուցված օդանավակայանում միմյանց են փարվում։ Թուրքիայի նախագահի ինքնաթիռն առաջիններից է, որ վայրէջք կատարեց Բերձորում կառուցված օդանավակայանում։ Էրդողանի փոքր եղբայր Ալիևը, ինչպես միշտ լայնաբաց ժպիտով է, բան ունի ցույց տալու մեծ եղբորը։ Այս երկու իսլամական պետությունների ղեկավարներին միանում է նաև երրորդը՝ Պակիստանի վարչապետը։ Հիշենք, հենց 2020-ի 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, եւ ըստ վերլուծաբանների Արցախյան խաղում Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով։ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Թուրքիայի ու Պակիստանի բարձր մակարդակով մասնակցությունը այդ նախագծի բացմանը վկայում է, որ այն չի պատկանում միայն Բաքվի օրակարգին, այստեղ ունենք մի հստակ մշակված եռակողմ համատեղ ռազմավարություն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան առանցքի շրջանակներում, որն իրեն դրսևորումն է գտնում ոչ միայն հռետորաբանության կամ զորավարժությունների մեջ, այլ արդեն նաև ենթակառուցվածքային, այդ թվում օդային վերահսկման ու ռազմական լոգիստիկայի իրական դաշտում, այսպես կարելի ասել։ 44-օրյայից հետո արդեն Ադրբեջան-Պակիստան ռազմավարական հարաբերությունները ստեղծվեցին։ Երկու երկրները պաշտպանական եւ ռազմական համագործակցության շրջանակում պայմանավորվածություն ունեն ձեռք բերել կործանիչներ։ Բաքուն պատերազմի արդյունքները ոչ միայն պահպանում է, այլ ամրապնդում է ուժային եւ միակողմանի լուծումների միջոցով։ Դա բացահայտ հակադրում է ոչ միայն խաղաղ գործընթացի վերաբերյալ միջազգային կոչերին, հատկացի ցույց է տալիս Ադրբեջանի մտադրությունը ձևավորելու նոր ռազմաքաղաքական ճարտարապետություն առանց արևմտյան կամ ռուսական միջնորդության։ Եվ այս անգամ էլ Ալիևը առիթը բաց չի թողել Բերձորում եռակողմ մասնակցությամբ տեղի ունեցած սամիթի ժամանակ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային եւ Պակիստանին Բաքվին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցության համար։ Ադրբեջանն իր հերթին միշտ մոտ է եղել Թուրքիային եւ Պակիստանին։ Այսօր մենք կրկին հաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը։ Ադրբեջանի իշխանությունները որքան էլ հայտնեն, թե Բերձոր քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը դրա նշանակությունը բարի նպատակների համար է, միևնույն է ռազմական ոլորտի փորձագետները չեն բացառում դրա ռազմական եւ այսպես ասած ոչ բարի նպատակը։ 21-ին ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք էին ակնարկում, թե օդանավակայանի կառուցման հարցում հաշվի են առել հայկական կողմից հնարավոր սադրանքների հանգամանքը։ Ըստ փորձագետի դա ուղերձ է ուղղված Հայաստանին, Իրանին եւ ավելի լայն տարածաշրջանային խաղացողներին։ Նորակառուցած օդանավակայան տալիս է ոչ միայն տրանսպորտային, այլև դիտարկման ու վերահսկման ֆունկցիաներ։ Օդանավակայանի տեղակայումը հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր դաշնակիցների աջակցությամբ իրականացնել դիտարկում, վերահսկողություն, ինչպես Հայաստանի հարավ-արևմտյան ընդհանրապես Հայաստանի կոնկրետ Սյունիքի ուղղությամբ, այնպես էլ Իրանի հյուսիսային սահմանահարց գոտիներում։ 2021-ին Ալիևն ու Էրդողանն օկուպացված Վարանդայում Ֆիզուլիում էին օդանավակայան բացել, 22 թվականին էլ օկուպացված Կովսականում։ Ուշ թե շուտ գալու է միջնորդի ժամանակը ու երկկողմ երկխոսել որոշած Երևանին ու Բաքվին ամեն դեպքում երրորդ կողմը պետք է լինելու, որովհետև պարզ է առաջ չի գնում խաղաղության գործընթացը, կարծես փակուղի է, իսկ գերտերությունները չեն զլանում օգնության ձեռք առաջարկել։ Եվ ուրեմն ով կձգտի Հարավային Կովկասի այս հակամարտությունը լուծելու առաջամարտի կլինել։ Ցանկացողները քիչ չեն, բայց նպատակներն իհարկե սեփական շահերն են։ Այս փուլում չի ստացվում այդ եռակողմ ֆորմատի ներքո Հայաստանին ու Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ դրանից նաեւ օգտվում է Ադրբեջանը։ Իրենք ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման հարց բարձրացնել եւ նաեւ խուսափել այդ ձևաչափի ներքո անցկացվող բանակցություններից։ Բայց դա ինչ-որ մի փուլում իհարկե լինելու է։ Իմիջիայլոց հենց ԵԱԿ Մինսկի խմբի ձևաչափը այն ձևաչափերից է քիչ, որտեղ որ Ռուսաստանը եւ Արևմուտքը հաջողությամբ համագործակցել են եւ նաեւ դա մի հարթակ է, որտեղ որ կողմերը կարողանում են իրար հետ խոսել։
Ես չեմ բացառում, որ ինչ-որ միտնում դա կվերականգնվի եւ իհարկե առանց միջնորդների հայ-ադրբեջանական գործընթաց չի կողմներ։ Այս առաջ չգնացող բանակցությունների Մինսկի խումբը լուծարելու անդադար պահանջների ֆոնին տարածաշրջանում ակտիվ են թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը, ով հեռահար նպատակներ ունի Հարավային Կովկասում ու այսպես ասենք ում ազդեցության գոտին է լինելու մեր տարածաշրջանը։ Համենայն դեպս Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանում օրերս դարձյալ բերեց 3 գումարած 3 հարթակը։ Դրան զուգահեռ Վաշինգտոնից պետքարտուղարի մակարդակով պարբերաբար հայտարարություններ են հնչում։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է խորացնել համագործակցությունը Բաքվի հետ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ բարգավաճ ապագա ապահովելու համար։ Այն, որ Թրամփի վարչակազմը Բաքվի հետ վատ հարաբերություններ չունի, պարզից էլ պարզ է, ասում է քաղաքագետը։ Համեմատում Բայդենի պաշտոնավարման օրերի հետ, ասում է այդ ժամանակ կտրուկ ջանքեր էին գործադրվում Հայաստանին, այսպես ասենք Ռուսաստանից պոկելու, հիմա թեև Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար Սպիտակ տունը փորձեր է անում հակամարտությունը բռի մեջ պահել։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, ավելի լուրջ հարցեր ունի օրակարգում, ավելի կարևոր իր համար։ Չեմ ասում, թե իրենց համար ընդհանրապես նշանակություն չունի Հարավային Կովկասը։ Իհարկե ունի, բայց ուզում եմ ասել, որ այն մեծ դիմակայությունը, որ կար նախկինում, հիմա չկա, մի փոքր թուլացել է։ Դա նաև Ադրբեջանում են հասկացել եւ Բայդենի կառավարման վերջի ժամկետում ադրբեջանական մամուլում իշխանական փորձագետները բաց տեքստով ասում են, որ մի քիչ էլ դիմանանք, կգա Թրամփը եւ այլևս Ադրբեջանի վրայից ճնշումները կընկնեն։ Այս դեպքում ով կդառնա Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հնարավոր միջնորդը, երկրորդ շունչ կտրվի 3 գումարած 3-ին, թե Ռուսաստանը կփորձի մենակ խաղալ։ Գուցե ամեն դեպքում Վաշինգտոնը վերանայի դիրքավորումը, փորձագետները չեն շտապում միանշանակ ենթադրություններ անել։ Հարցը բացառապես կապում են Ռուսաստան, Ամերիկա, Ուկրաինա բանակցային ընթացքի հետ։ Toyota-ն որոշել է արտադրությունը մասամբ տեղափոխել Եվրոպա։ Ընկերությունը մոտ $56 միլիոն կներդնի նոր արտադրական գծի կառուցման համար։ Տարեկան նախատեսվում է թողարկել շուրջ 10,000 ավտոմեքենա։ Ամերիկյան HBO հեռուստալիքը վերջապես ներկայացրել է Հարի Փոթեր ֆանտաստիկ ժանրի սերիալում 3 գլխավոր հերոսների դերակատարներին։ Փոթերին մարմնավորելու է շոտլանդացի Դոմինիկ Մքլաֆլինը, Գրենջերին Արաբելլա Ստանթոունը, իսկ Ուիսլիին Ալաստեր Սթաութը։ Հայտնի է, որ դերընտրման գործընթացին մասնակցել է ավելի քան 30,000 երեխա։ Սերիալի նկարահանումները կմեկնարկեն այս ամառ։ Գործադիր պրոդյուսերը Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգն է։ Այսինքն ինչքան ժամանակաջուր չունեք։ Արդեն մեծ մոտ 20 օրից ավել կտրում տալիս են, բայց ոչ թե տալիս են, այս ծորում է կա։ Տնազա էլի։ Հա։ Տալու տնազա ջի։ 7 օր, 8 օր մի կաթի ջուր չունենք։ Մարգարյան 10 եւ հարակից շենքերի բնակիչների ուզածն ընդամենը ջուր է, մաքուր ջուր, որ ծորակը բացեն ու մի բաժակ ջուր կարողանան խմել, բայց արդեն շուրջ 10 օր է այդ հնարավորությունից զրկված են։ Գցում են իրար վրա, հարցին լուծում չեն տալի, արդեն ինչքան սուպերմարկետում ջուր կա, սա առին է, դե չկա ջուր։ Ջուր կա, բայց ջուրը այնքան կեղտոտ է, գալի լցվում է, Խցանում է անում, բանան։ Խցանում անում, չի գալի ջուրը։ Ասենք 10 անգամ մաքրում եք, 11-րդ անգամ էլի խցանում է։ Իմի կարամ գնամ մեր տնից քանդեմ տենաս, որ մաքրում եմ, էլի միացնեմ, էլի խցանվում։ Ջրի խողովակները խցանված են, ջուրը տեղ չի հասնում, մաքրում են խողովակները, բացում ջուրը ու 5 րոպե հետո նույն կեղտը նորից խցանում ու արգելում է ջրի հոսքը։ Ավազ, ժանկ, մազ այս օրերի ընթացքում բնակիչների հետ հավասար ջրի համար կռիվ տվող համայնքապետարանի ներկայացուցիչը նույնիսկ լուսանկարել է այն, ինչ դուրս է գալիս ծորակներից մաքուր ջրի փոխարեն։ Տեսա։ Ավազ ենք խմում դեղին ջուր։ Մի րոպե։ Խմելը բացի Այս ջրից է գալիս։ Ջրի մեջ կենտրոնական վենտիլի մոտ դվայնով ֆիլտրացիա անի, որ մի ֆիլտրը չանա, ասենք այնուս ավելին դիպստես։ Բացում է 2 րոպե հետո նորից որ փակում է, նորից բացվում է։ Բացում է, նորից նույն կեղտը կա։ Բնակիչները վստահեցնում են Վիոլիա ջուրը խնդրի մասին տեղյակ է եւ թեժգից են զանգահարել եւ դիմում ներկայացրել եւ նույնիսկ տեսուչների հետ անձամբ զրուցել։ Պատասխանն ասում են նույնն է, թե Վիոլիա ջուրը մեղք չունի։ Զանգում ասում է իմ կողմից ամեն ինչ արված է։ Գաուրա։ Ասում է շենքին ներսում է ամեն ինչ, որ պիտի անի ձեր համատեղության ղեկավարը, բայց փաստը նա է, որ ինչ էլ ինքը այլ է, ուրեմն կամ սուտ է ասում, կամ էլ սխալ է։ Հիմա դուք էլ որպես համատիրության ներկայացուցիչ, Վիոլա ջուրը գցումա ձեր
Վրա։ Ես բացում եմ 2 րոպեից փակվում է։ 5 րոպեից փակվում է, ինքը սիստեմի է ֆիլտրը թող դնեն օբշի շենքին։ Սա բացեմ, որ դրանց դու փակվի մի հատ անեմ։ Բացել ու փակելը մեկ անում, նոր մի իրան բացեցի մի րոպեից փակվում է։ Լսում ասացի։ Ինձ եկան այստեղ քանդեցին։ Ես իջա ասեցի ջրերը միացրեցի, ասեցին այո։ Ասի բայց ներքուն ջուր չի բարձրանում։ Ինքը ինձ պատասխանեց։ Չի բարձրանում, դա իմ խնդիրը չի ասում։ Դա վիոլա ջուրը։ Դա վիոլա ջրի աշխատողները։ Լցնենք շշի մեջ, տանենք քաղաքապետարան ու ջերմուղ ասենք որ խմեն իրանք իմանան։ Կոֆե խմեք ու այդ օրը սաղոր օգտվեք ջրի։ Բնակիչները խնդրում ու պահանջում են, որ հարցի լուծմանը միջամտեն թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թե Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը։ Վիոլա ջուրն ասում են պայմանագրով ամրագրված իր պարտավորությունները չի կատարում, իսկ բնակիչները իրենց խնդրի հետ մնացել են մենակ։